Ողջույն հարգելի հետևորդներ, օրացույցի վրա փետրվարի 13-ն է, ուրբաթ, օր, որը պատմության էջերում դրոշվել է թե որպես մեծագույն փորձությունների, թե հնագույն ծեսերի եւ թե առեղծվածային իրադարձությունների ժամանակ։ Այսօր մենք միասին կբացահայտենք, թե ինչ է տեղի ունեցել այս օրը Հայաստանում եւ աշխարհի տարբեր անկյուններում, սկսած Գալիլեի դատավարությունից մինչեւ հայկական կրակի ու լույսի տոնը։ Հայ առաքելական եկեղեցին եւ հայ ժողովուրդը փետրվարի 13-ի երեկոյան նշում են Տյառն ընթառաջը, կամ ինչպես ժողովրդական լեզվով ենք ասում, տրնդեզը։ Սա մեր ամենաառեղծվածային եւ սիրված տոներից է, որի արմատները գալիս են հազարամյակների խորքից։ Այս երեկո Հայաստանի բակերում վառվում են խարույկները։ Ըստ ավանդույթի այդ կրակը խորհրդանշում է Քրիստոսի լույսը, բայց այն նաեւ ունի հնագույն արևի ու ջերմության գալստյան խորհուրդը։ Մարդիկ ցատկում են կրակի վրայով, հավատալով, որ այն կմաքրի իրենց չարից եւ հաջողություն կբերի նորապսակներին։ Սա մի պահ է, երբ հին հեթանոսական մոգությունը եւ քրիստոնեական հավատքը միահյուսվում են, ստեղծելով մի անբացատրելի էներգետիկա։ Խոսելով փետրվարի 13-ի մասին չեն կարող չանդրադառնալ մեր նորագույն պատմության ամենավճռորոշ պահերից մեկին։ 1988 թվականի հենց այս օրը Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ Արցախյան շարժման առաջին բազմամարդ հանրահավաքը։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր պատկերացնում, որ մի քանի մարդուց սկսված բողոքի ձայնը վերածվելու է համազգային զարթոնքի։ Մարդիկ դուրս էին եկել փողոց բարձրաձայնելու տասնամյակներով կուտակված անարդարության մասին եւ պահանջելու Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանին։ Չնայած խորհրդային իշխանությունների ճնշումներին եւ անորոշությանը Ստեփանակերտի հրապարակում հնչեց միացում կարգախոսը, որը դարձավ հայության միասնության խորհրդանիշը։ 1633 թվականի փետրվարի 13-ը դարձավ գիտության պատմության ամենադրամատիկ օրերից մեկը։ Հենց այս օրը դարի մեծագույն գիտնական Գալիլեո Գալիլեյը ժամանեց Հռոմ, կանգնելու ինկվիզիցիայի դատարանի առաջ։ Նրան մեղադրում էին հերետիկոսության մեջ, միայն այն բանի համար, որ նա պնդում էր, թե երկիրը պտտվում է Արեգակի շուրջը։ Սա պարզապես դատավարություն չէր, սա բախում էր հին հավատալիքների եւ գիտության միջև։ Ասում են, հենց այս օրերին է ծնվել նրա հայտնի խոսքը, եւ այնուամենայնիվ երկիրը պտտվում է։ Անցնենք ավելի մոտ ժամանակներին։ 1945 թվականի փետրվարի 13-ի գիշերը սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմի ամենասարսափելի դրվագներից մեկը՝ ամերիկյան եւ բրիտանական ռմբակոծիչներով Դրեզդենի ռմբակոծությունը։ Քաղաքը գրեթե հավասարվեց հողին, ընդամենը մի քանի ժամում։ Տարբեր գնահատականներով զոհվեց 25-ից 135 հազար մարդ։ Այս հարձակումը մինչ օրս շրջապատված է հարցականներով։ Արդյոք դա ռազմական անհրաժեշտություն էր, թե մարդկության դեմ ուղղված անիմաստ դաժանություն եւ ռազմական հանցագործություն։ Շատերը գիտեն Թութանհամոնի դամբարանի մասին, բայց քչերը գիտեն, որ հենց 1923 թվականի փետրվարի 13-ին հնագետ Հովարդ Քարտները եւ նրա թիմը առաջին անգամ բացեցին դամբարանի ամենաներսի Սուրբ Սրբոց սենյակի մուտքը, որտեղ գտնվում էր փարավոնի մումիան։ Ասում են, որ հենց այդ օրը դամբարանի պատին գտել են մի արձանագրություն՝ մահլիր թևով կհարվածի նրան, ով կխաթարի փարավոնի անդորը։ Դրանից կարճ ժամանակ անց Արշավախմբի հովանավոր Լորդ Քարնվորնը մահացավ առեղծվածային հիվանդությունից, իսկ նրա մահվան պահին Կահիրեում անբացատրելի կերպով անջատվեց ամբողջ քաղաքի լույսը։ Փետրվարի 13-ը դարձավ այն օրը, երբ մարդկությունը արթնացրեց հին եգիպտական հզոր ու մութ էներգիան։ Փետրվարի 13-ը մեզ սովորեցնում է, որ լույսը լինի գիտական հայտնագործություն, թե տոնական խարույկ, միշտ հաղթում է խավարին։